Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բոլոր նրանց ովքեր հենց նոր միացան մեզ, իհարկե խոստացել ենք, որ հյուրաշատ հետաքրքիր եթեր ենք ունենալու եւ սկսում ենք մեր շատ սիրելի հյուրերից։ Երեկ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մանկական ներկայացման առաջնախաղեր։ Հունիսի 1-ի առիթով երեխաների դատին հանձնվեց Անբան հուռին, ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։ Սիրված հեքիաթի բեմադրության մասին կզրուցենք մեր սիրված հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ, տաղավարում են Անբան հուռին ներկայացման բեմադրիչ Սարգիս Շողունցը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Իրա Հարությունյանը, բարի առավոտ։ Դերասանուհի Աննա Մանուչարյանը եւ բեմանկարիչ Տիգրան Հարությունյանը, բարի լույս։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Նախ եւ շնորհավորում ենք ամռան առաջին օրվա կապակցությամբ, չնայած այսօր երկրորդն է։ Շնորհավորում ենք առաջնախաղի կապակցությամբ։ Դե խոսենք ինչպես ամենախստապահանջ հանդիսատեսը ընդունեց ներկայացումը։ Իրավի ամենախստապահանջը։ Ես պատմեմ, որովհետև Սարգիսը բեմի վրա չի եղել, ինքը կուլիսներում էր եւ ամենտեղ բացի բեմից։ Շատ երեք էմոցիոնալ օր ենք ունեցել, որովհետև լիչն իմ համար, որովհետև ես շատ շուտվանից ես մանկական ներկայացում չէի խաղացել, գրեթե չգիտեմ, երևի ուսանող տարիներին եմ խաղացել ու այդ էմոցիաները, որը երեք ինձ հաղորդեց հանդիսատես, այդ մեր մանուկները, դա մի քիչ աննկարագրել էր, որովհետև այդ ռեակցիաները, այդ ժվոյ ապշենյան, այդ կենթանի շփումը, այդ կենթանի էմոցիաները, որոնք ու միանգամից գիտեք ինչ էր հետաքրքիր, իրենք մտան այդ խաղի մեջ, մենք մի քիչ մտավախություն ունեինք, որովհետև թեմատիկա, այնտեղ մեծերի համար ու շատ հետաքրքիր, որ երեխաները միանգամից սկսեցին ընկալել, ես երեք ունեցել եմ շատ կարևոր հյուր, իմ տղաս ա եղել դահլիճում ու հայերեն լեզվով նայում էր ներկայացումը, այո, երեք մենք հայերեն էինք խաղում, ու նայեց ներկայացումը, մի քիչ շտիրապետելով հայերենին, ինքը ասեց, это было хорошо, այդ ինձ համար շատ բարձր գնահատական էր, մի խոսքով շատ հետաքրքիր երեք երկու անգամ խաղացել ենք ներկայացումը ու ինձ թվում է կարենք մի երկու անգամ է խաղայինք, որովհետև շատ լավ էներգիա գալիս, այո, շատ լավ անցավ։ Աննա, ձեր բալիկն էլ էր եկել։ Իմ բալիկը ամեն ներկայացմանն է մասնակցում։ Ոչ միայն ներկայացմանը, փորձերի ներկայացման ինքը պատրաստ է բոլորի տեղը դուրս գա խաղա ու դուբլոր հարկավոր ինքը պատրաստ է։ Իսկ հնարավոր է դու ապագա դերասան ես մեծացնում, թե։ Հնարավոր է, ես իր ընտրությունն է, ինքը ոնց կընտրի, ես իրան ամեն հարցում միշտ իր կողքին կլինեմ։ Այո։ Ամեն դեպքում երեխան երևի թե պարտադրված չէ, սիրով է գալիս։ Սիրով է գալիս, ինքը ամեն առավոտ ինձ ասում է մի տար պարտեզ, արի միասին գնանք աշխատանքի, ասում բալիկ ջան գնա դու պարտեզ, ես հանգիստ գնամ աշխատանքի։ Ինձ հետաքրքիր է գործի ընտրությունը, Սարգիս, օրինակ ինչու հենց Անբան հուռու վրա կանգ առաք, որն էր պատճառը, նախ հայկական հեքիաթ, իր բոլոր ավանդություններով, այսինքն ռուսականի հետ աղերս չունենալով, բայց ռուսականի բեմում, այ որն էր հետաքրքիր ընտրության պատճառը։ Շատ հետաքրքիր բան եք ասում իրականում, բայց այս Անբան հուռին Թումանյանի եզակի գործերից է, որ իրականում շատ հայկականություն չունի։ Համամարտկային է։ Համամարտկային թեմա է եւ մի հետաքրքիր բան եմ ասում, բայց սա հումորով եմ ասում, որ հանկարծ ինչ-որ մեկը չնեղանա։ Անբան հուռին այսօր մի տեսակ ինքը շատ ակտուալ կերպար է։ Հավաքական։ Սոցցանցերում մենք Անբան հուռիներին շատ ենք տեսնում, հա։ Ես այդ կողմ եմ տարել, մի քիչ պիեսը բերել ենք ժամանակակից բանի, մեր Անբան հուռինը բլոգեր է, բլոգներ է վարում, տնից, սելֆիներ անում, հա, փորձել ենք ինչ-որ հումոր անել, բայց որևէ վատ բան չենք ասում, ուղղակի հումոր եմ անում։ Հենց ֆիքսված չի դրա վրա, ու ֆիքսված չի, խորացած չէ թեման, որ նաև ցույց տանք, որ դա լավ չի։ Այսինքն Թումանյանը դրա նախատիպն է տվել, էլի մոտավորապես 1 դար առաջ, հա, փորձել ենք այդ ուղղությամբ։ Ադապտացիան երբ թե ժամանակակից մոտիվներով հիմիկվա երեխաներին ավելի հարազատ կլինի, ավելի ընկալելի կլինի։ Իհարկե ներողություն արման։ Որովհետև այ լավ, ասա։ Իհարկե պահելով նաև քարոզը հեքիաթի, եթե պահպանված է իհարկե։ Իհարկե պահպանված է։ Պիեսի հեղինակը ես եմ, այսինքն բեմականացումը ես եմ արել, փորձել եմ Թումանյանին չկպնել, բայց նաև փորձել ենք ինչ-որ մեր
տեսանկյունից մեր մոտիվացիոնները փորձում ենք ինչ-որ հետաքրքիր բան ստանանք, հուսով եմ ստացվել է։ Տիգրան, ինչպիսի պատկերացումներ էր, երբ Սարգիսը ներկայացնում էր արդեն Իսինիրովկան ներողություն, ես բեմականացում։ Եվ դուք արդեն պատկերացնում եք դրա նկարչությունը, սա շատ ժամանակակից է, ինչպես հասկացանք, եւ հատկապես մանկական։ Հեշտ պատկերացրիք, թե ինչպիսի աշխատանքներ դուք ունեցաք process-ի։ Իրականում առաջին հարցը հենց Սարգիսին է եղել, այսինքն գնալու ենք այդ ուղղությամբ ու պահելու ենք հայկականը, այսինքն ինչ-որ հայկական գյուղի կոլորիտ ենք ստանալու, թե չէ, ու պատասխանը Սարգիսի կողմից եղել է նույնը, ինչ հիմա շեշտեց, այսինքն որ գլոբալ թեմա է ու պիտի ուղղակի փախած մտածենք այդ շեշտը։ Որտեղ է տեղի ունենում գործողությունները։ Շուկայում է հիմնական գործողությունները տեղի ունենում ու մտածեցինք, որ սա քանի որ ինքը անդադ ինչ-որ վաճառականներ են գնում գալիս, նույնիսկ գեստների մեջ կա այդ կուլտուրան, տարբեր տեղերից գնացել եկել են, ով ումից ինչ արել է, հագնվել է, ու տենց ինչ որ դարել է, տենց էլ հետաքրքիր ինչ որ մոտեցում այդպես։ Դե երեխաներին իհարկե այդ ներկայացման մոդի մեջ այսպես է որոշակի, հա։ Դե երեխաներին միանգամից երբ թե առաջինը բեմն է գրավում այդ գունավոր, չգիտեմ, բեմանկարչական վիճակները, Եվ իհարկե հերոսները միանշանակ իրենց գունավոր լինելով, իրենց բերած գույներով, հետաքրքիր է ովքեր են ձեր կողքին դերակատարները եւ ինչպիսի հերոսներ են կերտում։ Ես անբան հորի մայրն եմ, որ գովերքում է ու այո, որ անverջ պայքարում է, որ աղջիկը բլոգերին ինչպես կգովերքի։ Շատ լավ, հատկապես երեք շատ լավ։ Նույն կերպ Գովերքից եւ հեսած Մայրը, Շատ եմ սիրել այդ տեքստը։ Գիտեք ինչ է հետաքրքիր, ես հայերեն լեզվով առաջին անգամ եմ բեմում հանդես գալիս ու մի տեսակ մտավախություն կար, որ կարող է ես այդ ազատությունը, որը ես կարողանում եմ ունենալ բեմում ռուսերենի ժամանակ, միգուցե ինձ ինչ-որ բաներում խանգարի, բայց Սարգիսի շնորհիվ իմ, չգիտեմ, երևի աշխատասիրության եւ երևի թե շնորհակալ եմ, ես հիմա զգացի, որ ինձ աբսոլյուտն միևնույն է, որովհետեւ նույն ձևի ես հիմա լողում եմ բեմի վրա, որին շատ դժվար է հասնել, եթե դու չես տիրապետում այդ կարգի լեզուն, բեմական լեզվի մասին է խոսքը։ Բայց դու ֆիլմերում, ամեն դեպքում, սերիալներում Դա ուրիշ է, բայց լեզվի այդ բարիերը ես անցել եմ շատ շուտվանից, որովհետև շնորհիվ սերիալների, ֆիլմերի ես ահագին իմ հայերենը շտկվել է, տեսնում եք, ինչ բառեր գիտեմ անգամ, ու ես ասում եմ մտավախություն կար, բայց ես հասկացա, որ ես այդ իմպրովիզները, որի մասին ոչ միայն դա է, շատ նա սպիրիտիվսը, անընդհատ իմպրովիզներ եմ անում ու ամենահետաքրքիրը մեկ-մեկ դաժե չափածո է ստացվում։ Այս ինչ արեցի։ Բայց իմ կերպարը ես շատ եմ սիրել, որովհետև հենց մտածելուց երբ որ հավաքում էի գլխիս մեջ, ինչ ձևի է լինելու իմ անթառամ, տիկին անթառամը, հասկացա, որ ես այդ տեսակի կանանց շատ եմ հանդիպում ու հիմա էլ եմ հանդիպում ու հիմա շատ կան, մի խոսքով հավաքական եմ, ամենավառ տեղերից բռնվել եմ այդ իմ նաբլյուդենյաների ժամանակ ու ստացել եմ տենց հետաքրքիր կին։ Տիգրան, ինչ դեկորներ կամ դետալներ եք պատկերացրել, մտածել, որը որ իսկապես խոսում է եւ ակտուալ է ներկայացման մասին ու խոսում է հենց ժամանակակից լինելու համար։ Նախ երեխաների հեշտ ընկալման համար հիմնականում դեկորները կլոր ֆորմա ունեն, այսինքն հոգեբանորեն ընդունված է, որ կլորը ամենահեշտ ընկալելին է, որպես արև, գնդակ, աչք եւ այլն եւ այլն, ու որպես կոլորիտ ու ցույց տալու համար, որ անբան ստանում է կատարվում, այդ գյուղաքաղաքի անունը այդպես է ընտրված, բոլոր դեկորները պատրաստված են կտորից կարկատաններով, այսինքն մարդիկ այնքան անբան են, որ ժամանակ չունեն անգամ նոր ինչ-որ բան ստեղծելու, այսինքն ամեն ինչը պատառոտված է, բան կարկատում են, իհարկե այդ ամեն ինչը գեղագիտորեն է լուծված ու նայվում է, այսինքն ինչ-որ դիսոնանս չի առաջանում, ու կուզեմ շեշտեմ, որ հագուստների հետ է ուղղակի իդեալական նայվում, այս հագուստի նկարիչը Մարինան Թադևոսյան, հիանալի աշխատանք է կատարել ու ընդհանուր հարմոնիա է ստեղծվում։
Հրաշալի է։ Ասել Սարգիսի համար այդ դեկորների, կոստյումների մենք որ փորձերը մեր մոտ ընթանում էր, մենք շատ կարճ ժամանակ ենք ունեցել ինձ ուղղակի զարմացնում էր գովում եմ հիմա քեզ Սարգիսի պատրաստակամությունը ոնց էր ինքը մենք չէինք հավատում չեսն ասեմ մենք չէինք հավատում որ այդ օրը մենք գալու ենք ֆինիշի ու մենք կարողանալու ենք խաղալ Պալնացյանի ներկայացում, որովհետև ինքը համտած ինչ-որ ծիլեշկեք է տանում բեմում, ասում էր, էսի ստեղ ալինելու, ասում ես տղեն ոնց էս չանում։ Ու այստեղ դուր ալինելու, ստեղ էս ալնելու, լինելու է, անդադ այդ լինելու է, ու մի օր конечно, благодаря Տիգրանին եւ Մարինային մենք ասած մի հատ հավաքվեց То есть Սարգիսը իր գլխում եւ ընդհանրապես դերասաններին չծանրաբեռնելով այդ ամեն ինչը ստեղծում էր, որը մեզ մի քիչ վախացնում էր, որովհետեւ մենք պետք է հələ հատ կոնտակտի մեջ մտնենք համ դեկորի, համ կոստյումների, բայց ամեն ինչը նենց համահունչ եղավ ու մենք այդ առաջի օրը որ խաղացինք, հասկացանք, որ այս բացարձակ ոչ մի բան չի խանգարում, հակառակը օգնում է։ Այո, այստեղ է կայանում իսկապես երիտասարդ ստեղծագործողի կարևորությունը, ներուժը եւ իհարկե դրա հետ մեկտեղ նաեւ պրոֆեսիոնալիզմը։ Սարգիս, ինչպիսի բարդություն է բեմադրել ներկայացում երեխաների համար։ Տարբերությունը միանշանակ մեծ է, որովհետև դու աշխատում ես, ինչպես Անահիտը նշեց, ամենախստապահանջ հանդիսատեսի համար, որովհետև եթե գործ ունես տարբեր դասական կամ ոչ դասական գործերի հետ, այնտեղ հասկացողը գիտես, ավելի գիտակից տարիքում է։ Սա ինչ բարդությունների իր հետ։ Նախ ասեմ, այս թեմայի շուրջ ասեմ, տեսեք, այսօր մենք ապրում ենք ուրեմն այդ ռիլերի դարաշրջանում, որտեղ ամեն ինչը սենց է, եւ կարճ։ Այո, եւ կարճ, եւ ստեղծագործական process-ն էլ այդպես։ Երբ դու գիտես ինչ ես անում, շատ նորմալ է դա, որ ամեն ինչ անես, դերասանը գիտի ինչ պիտի լինի, մեկ էլ գալիս է այն ինչ որ պիտի լինի, ինքը արդեն պատրաստ է դրան։ Նախ ուզում եմ ասել, շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր կոմպոզիտորին Վահեին Հայրապետյան, որ փայլուն երաժշտություններ է գրել ներկայացման համար, ինչը ներկայացման մեխերից եւ այն sense դիպուկ կետերին խփող հատվածներից մեկն է, դա շատ կարևոր է մանկական ներկայացման մեջ երաժշտությունը։ Ես բարդությունների մասին ասելով, ասեմ, քանի որ աշխատում եմ նաև Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան, ես շատ լավ գիտեմ պատանիներին։ Ես շատ լավ գիտեմ իրենց հետ ոնց է պետք աշխատել, ինչ է պետք իրանց, որ կտրվեն այդ հեռախոսից ու մտնեն այդ ամեն ինչի մեջ։ Դրա համար որ ասեմ բարդություններ տենց ինչ որ շատ պատրաստել տիրապետում եք այսինքն։ Երևի այդպես, որովհետև թե չէ ինչ որ բարդություններ չեմ ունեցել վստահ։ Սուպեր, ուրեմն ավելի լավ։ Այս դեպքում փորձը փաստորեն նաև օգնական է եղել։ Մեզ մնում է միայն հիշեցնել, երբ նորից փոքրիկ հանդիսատեսը այս անգամ թող խնդրում եմ Աննան, իհարկե Աննան թողել։ Համ հայերեն, համ ռուսերեն։ Ահա, խնդրում եմ պատմեք փոքր այս վիճակների մասին եւ նաև հրավիրենք այն հանդիսատեսին փոքրիկ, ովքեր որ դեռ չեն հասցրել լինել ներկայացման։ Հունիսի 29-ին ժամը չգիտեմ։ 1-ին եւ 3-ին։ 1-ին եւ 3-ին։ Որոշեցեք ռուսական թատրոնի կայք, մեր սիրելի Վլադը։ Տեղեկացեք ամբողջ ինֆորմացիան։ Ովքեր տիրապետում են լավ ռուսերեն լեզվին, հրավիրում ենք հունիսի 29-ին ժամը 1-ին եւ 3-ին։ Աննա, հուրի խաղալիս ավելի լավ հայալեզու է ստացվում, թե ռուսալեզու, թե չկա տարբերություն, գայց ինչ որ։ Փոքրիկ գաղտնիք բացեմ, մենք դեռ ռուսերեն լեզվով փորձ չենք արել։ Կարելի է։ Դալիները շատ կարճ ռոկերի մեջ։ Չգիտեմ ինչպես կնայվի այդ հեքիաթը ռուսերեն լեզվով, բայց հայերենով այնքան համով է նայվում, որ ինձ համար էլ է շատ դժվար ավելի տրվում հայերեն լեզուն, քան ռուսերենը, բայց ինքը այնքան համով է նայվում, որ ինձ թվում է, ասենց հայերենը շատ ստացված է։ Մի բաներ ես կարող եմ ավելացնել, հուրիների մասին եմ ուզում ասեմ, Աննային ճանաչելով ինքը շատ մուզիկալն է, շատ բայց այս ներկայացման մեջ ինքը ուղղակի ես մի ուրիշ հուրի է, մի ուրիշ այն ինչ որ ինքը անում։ Մի հատ կոնկրետ բան կա, որ Իրինա Էդուարդովնան ուզում է նշի, այդ տակտը, որ լսողություն ունես, լավ կարողանում ես այդ տակտին տիրապետել, կա տեսարան, որտեղ ես որոշել եմ Սարգիսը հաստատել է, ինքը տակտից դուրս է, ինքը ոչ պարել գիտի, ոչինչ այս աղջիկը չգիտի իրականում։ Ու այդ պարերը, որ ինքը պետք է հարսի պարպարի սիրուն նազանքով, ինքը պարում է տակտից դուրս, անիմաց շարժումներով, երբ մայրը ցույց է տալիս, ինչպես է պետք նազանքով սիրուն ինքը կողքից հուշում է անդադ, այս անվանում է ալկար,
Իմ կյանքից երազանք կատարվեց, երբ որ Սարգիս ասաց ուզում դարա պետք է πάρենք, ասի խնդրում եմ ես սկսեմ, ու ես շատ Այսինքն մայրս ավելի նազանքով ու գեղեցիկ է πάρում։ Բարոյ Քարան Հուրին։ Մեզ մնում է միայն անկեղծ իսկապես, որովհետև եթերաժամանակի սողություն ունենք, երկար կարելի էր իհարկե նաև հետաքրքիր կողմերը փորձել մասին խոսել իհարկե, բայց հրավիրում ենք մեկ անգամն էլ, քան հազար անգամ խոսել։ Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում անվան Հուրին է, որտեղ առաջնախաղը 3 տեղի ունեցավ եւ հետեւելով էջերին կտեսնեք թե խաղացանկում որ օրերին եւ որ ժամերին կհայտնվի ներկայացումը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, լավ օր։ Իսկ մեզ մոտ կարճատև գովա, սիրելի հեռուստադիտողներ։